Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ անդրադառնամ երեկվա իրադարձությանը, ինչը որ ստեղծվել էր եկեղեցում, բայց մինչև բուն թեմային անցնելը, ուզում եմ բոլորիս հիշեցնեմ, ինչ է այդ տոնը, ծաղկազարդը, խնդրեմ տեսենք։ Իսկ դու գիտես ինչ է ծաղկազարդը եւ ինչու ենք այդ օրը եկեղեցի տանում կանաչ ճյուղեր։ Այս տոնը հիշեցնում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ նրան դիմավորեցին մեծ ուրախությամբ, ճանապարհին փռելով իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերը։ Այդ լուսավոր պահն է, որ ամեն գարուն վերապրում ենք։ Այդ օրը մարդիկ իրենց հետ վերցնում են ուռենու բողբոջած նուրբ ճյուղերը եւ ստապում եկեղեցի, օրհնություն ստանալու։ Օրհնված ճյուղերը հետո տանում են տուն ու պահում ողջ տարվա ընթացքում, որպես խաղաղության ու նոր կյանքի նշան։ Ծաղկազարդը նաև փոքրիկների տոնն է։ Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ, եւ հենց այս խորհրդանշական արարողություններով էլ տոնը ստացել է իր գեղեցիկ անունը՝ ծաղկազարդ։ Ժողովուրդ ջան, տեսնում եք, բարիության, երեխաների, քրիստոնեության տոնն է։ Բայց երեք եղավ այդ միջադեպը, որը ես անդրադարձել եմ եւ իմ կարծիքով շատ վատ բան ստացվեց, բայց վատ բանը կարող է ընկալել միայն հայ մարդը, իսկ իշխանությունները դա օգտագործում են իրենց քաղաքական ագիտացիայի, պրոպագանդայի եւ իրենց շահերի մեջ, որ ինձ համար որպես հայ մարդու անընդունելի է։ Կան ինչ-որ գծեր, մարդկային գծեր, որը չի կարելի խախտել եւ չի կարելի ամեն ինչը քաղաքականացվել։ Հիմա տեսեք ինչ է կատարվել։ Նիկոլ Փաշինյանը քայլելով մի թվում իր թիմակիցների հետ զրուցում է եւ վերլուծություն է անում, ասելով, որ դա անդիմադիրների ձեռքի գործն է, անգամ անուններ է տալիս, այնտեղ չգիտեմ ովքեր են եղել, ինչ են եղել։ Քիչ անց կտեղադրեմ այդ տեսանյութը։ Այդտեղ վերցնում է դերանգը կա Վահագն Ալեքսանյանը եւ շարունակում է արնխումերը, գլխակերերը եւ այլն եւ այլն։ Այսինքն թելում են հին թելը, նախկինները։ Հիմա տեսնենք այս տեսահոլովակները, խնդրեմ։ Դուք թուրքական բանդիտներ եք, իմացեք, որ Հայաստանի հետ կապ ունեք։ Դել արձանագրենք, դել ասենք, որ բանում եկեղեցում է մի քանի մարդը, որ աղմուկ էին անում, մի մասը հանրապետականներ էին, մի մասը ոնց է կոչվում, Սասնա ծռեր, թե Բևեր, այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներն էին։ Խոսքով Կիլիկյան առանց զոհերի գրավողներ է, էլի։ Այո, Կիլիկյան առանց զոհերի գրավողները։ Մարդասպան, մարդակեր, առնախում եւ սրբապիղծ կլանի սանն էլ իրենց նման պետք է լինի։ Եկեղեցում վարչապետին հարվածելու փորձի դրվագը իր բնույթով հստակորեն արձագանքում է կամ արձանագրում է, թե ինչի մասին է այս առնախումների կլանը։ Հստակորեն արձանագրում է, որ նույնիսկ ընդդիմություն լինելով այս կլանը չի հրաժարվում նույնիսկ եկեղեցու ներսում բռնություն գործադրելու փորձից։ Հիմա ուղղակի մի պահ պատկերացրեք, թե արյան ինչ գետեր կհոսեն Երևանի փողոցներով, եթե հանկարծ այս մարդակեր առնախումների ու սրբապիղծների կլանը հետ գա Հայաստանում իշխանության։ Լավ լուրն այն է, սակայն, որ Աստծո կամոք նման բան Հայաստանում երբեք չի լինելու եւ առնախումները ու սրբապիղծները մերժված են մնալու ժողովրդի կողմից։ Վահագն Ալեքսանյան, որ գլխակերերը, որ արնխումերը, այս մի օր վախեցնում եք ժողովրդին պատերազմով, տեսնում եք, որ հայը վախ չունի, հիմա նորից թելում եք հին թելը, այս ինչ եք ուզում անեք, 2 ամիս հետո դուք չկաք, Վահագն Ալեքսանյան, չկաք, թռակ, այսինքն սուր կալանավայրեր, ուրիշ ոչ մի տեղ, դուք չփորձեք հանգարց ազգիս վախեցնեք, կներեք ժողովուրդ ջան, բայց մի հատ ռուսերեն բառ եմ օգտագործում, մի պուգն է, հասկանում եք,
Էդի դուք եք վախեցած, թիկնապաներով եք ման գալի, հպարտ քաղաքացու հետ խոսալուց։ Դուք եք վախեցած, ում եք վախցնում, ինչով եք վախցնում։ Կամ արոնխում են, գլխակեր են, հա, նրանք են դեն գլուխները պատովտվել, նրանք է չկան, ձեր հետ միասին։ Ուզում եք ասեմ, Վագն Ալեքսանյան, ովքեր չկան իրանց թիմով, խնդրեմ ժողովուրդ ջան։ Այս 4 չարիքը ձեր թիմակիցներով վեգալում եք ու անհետանում եք հայիս մեջից։ 4 տել, ձեր թմով, ձեր տնով, ձեր ցեղով, ձեր ընտանիքներով, սաղը անհետանում եք։ Դուք հələ խաբար չեք, ձեզ ինչա սպասվելու։ Դատվելու եք բոլորդ։ Հիմա էլ սուրբ օրով դրեցին կենսաղային։ Մենք մարդկանց հետ խոսել ենք, կենսաղային հարց էր դա ընդամենը։ Տիկինը ասեց մի կպեք ինձ, մի պղծեք, դուք շարունակեցիք այդ մարդկանց միջով ջարդելով էթալը, Ալեն Սիմոնյանն է հետները տարել եք, ենի պրնդեղա մի հատ առավոտից իրիկուն պրովոկացիաների մեջ, ըստեղ է դուք այդ պրովոկացիան արեցիք, վերջում եք գցում եք նախկինների ջեբը ու սկսում եք շարունակել ձեր այդ ագիտացիոն աշխատանքները։ Երեխան ընդամենը իր մորը մոտիկ գնալու համար, ասրա մի մոտիկ արի մորս։ Մի անգամից պռծրիկ եւ սարկեցիք։ Դե դուք մանիպուլատոր եք, դուք սարքող եք, դուք պրովոկատորներ եք, բացի դավաճանելուց իհարկե։ Դուք ամեն ինչ կարաք, ամեն ինչը ընդունակ եք, բայց պրծել եք, չկաք։ Գոյություն չունեք։ Իսկ որպեսզի դուք Վագն Ալեքսանյան հասկանաք, ինչի է դա տեղի ունենում, անգամ ձեր սրտիկով ավտոբուսներ արդեն մարդկայից ներվային համակարգը քանդում է։ Չեք հավատում, տեսեք ինչ է ասում քաղաքացին։ Իսակամը ուղղակիորեն փակել են, որովհետև IS-ի ուզում է անցնի։ Ու մենք ուղղակի կես ժամը լսում ենք սրանց անդադար բոռնոցը։ Ամբողջովին կանգնացրել են, ամբողջովին, Իսակովը, այսենց վերևից ներքև, նորմալ, ասա։ Տեսակ, այդ ամեն ինչ ազդում է մարդկանց վրա, իսկ երբ որպեսի ավելի խորը վերլուծություն լինի Վագն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյան եւ պարոնայք տիկնայք ԿՊԱ-կաններ, ամեն ինչը սկսվեց այս սրանից։ Տեսնենք այս տեսահոլովակը, կարող ասեք էդ էլ դուք չեք, ձեր վարչապետը չի, կարող պատասեք։ Հիմա տեսնենք Ժորժ ջան, խնդրեմ։ Խաղաղության մասին խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են, որովհետև եթե որևէ պետություն ուզում է խաղաղություն, նա պետք է պատրաստ լինի պատերազմի։ Եվ պետք է փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում թեյ խմելու մասին։ Փողզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի, որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Քնձը Ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող ամուր կանգնի մեր կառավարության կողքին։ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ Հայաստանի Հանրապետությունում ու այստեղ կանգնած մարդկանց մեջ դες մարդ չկա, որ հող հանձնելու մասին նույնիսկ խոսում է։ Ու խնդրում եմ դուք նույնիսկ այդ արտահայտությունը բարձրաձայն չանեք այլևս։ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա եւ կմնա Արցախի անվտանգության թիվ 1 երաշխավորը եւ կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Այսօր ոչ առիթ, ոչ կասկած կարող է լինել, որ ռազմավարական, մարտավարական կամ որևիցե մեկ այլ առումով մենք որևիցե թիզ հող կհամարենք չպետքական։ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եկեք դադարեցնենք այս բանը, հա, ինչ է բանը։ Հա, ինչ որ պետք է բանակցում են։ Ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ցել է օդային եւ հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ
պարտված չես ճանաչել։ Եկեք պայմանավորվենք մի բան։ Եկեք պայմանավորվենք մի բան։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում։ Я вчера вел переговоры и с Ереваном, с руководящими деятелями Еревана, и очень просил остановить огонь, потому что ведь известно, что с инициативой выступили в какой-то степени мирному решению не всей карабахской проблемы, хотя бы сейчас некоторых проблем сейчас Соединенные Штаты Америки, Россия и Турция. На основании 822 резолюции Совета Безопасности. Տեսակ Վահագն Ալիսանյան, ձեր վարչապետը, դուք ինչեր եք խոստվել ժողովրդին, ոնց ժողովուրդը հավատաց եկավ ձեր հետևից, բայց դուք ինչ արեցիք, դուք 180 աստիճան արեցիք հակառակը, դուք խաբեցիք ազգիս, Վահագն Ալեքսանյան, խաբեցիք հայ ժողովրդին, իսկ ճապոնական ասացվածքը կա ասում է հետևյալը, լինել խաբված, լինել ստորացված, հասկանում եք Վահագն Ալեքսանյան, բայց ոչ մի հայ իրեն թույլ չի տա, որ նա լինի ստորացված, իսկ ասենք, որպեսզի ավելի պարզ լինի խոսակցությունը, մի առակ կա, եւ դա այդ առակը նկարահանված է, հիմա տեսնենք ինչ է ասում այդ առակը, խնդրեմ ժողովուրդ ջան. Однажды осел заявил, что трава синяя. Тигр возразил, что она зеленая, и между ними завязался спор. Чтобы разрешить его, они обратились к льву. Лев выслушал их и сказал: «Трава синяя». Осел радостно ушел, а тигр, собираясь следовать за ним, услышал от льва, что наказан 3 днями молчания. Тигр возмутился: «Ведь трава действительно зеленая». Но лев ответил: «Я наказываю тебя не за истину, а за то, что ты, будучи мудрым хищником, опустился до уровня осла и спорил с ним». Мораль. Не стоит доказывать очевидное тем, кто не хочет слышать правду. Կարծում եմ հասկացաք, իշքան էլ խոսա Արթուր Ֆարմանյանը, իշքան էլ խոսա գոռա Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, մեկը ձեզ տեղ չի հասնելու, իսկ այռուծի դերում դա Աստվածն է, որը որ պատժում է մեզ չխոսալով, քանի որ ասում է անիմաստ է իրենց ինչ-որ մի բան բացատրելը։ Ժողովուրդ ջան, վերջում եկեք լսենք մի հիանալի երգ, հիանալի երաժշտություն, որը որ մեր հայկականն է։ Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնեմ, առջևում հունիսի 7-ն է, 2026 թվականի, որպեսզի հետագայում, ապագայում չխանգարեն մեր ծաղկե վարդերը, վարդեվարները, նոր տարիները, ապրիլի 7-ը, մարտի 8-ը եւ մի շարք տոներ, դուք պետք է անեք ճիշտ ընտրություն, ձեր խոսքը վճռական է, դուք պետք է որոշեք, հայ մարդը պետք է որոշի եւ ամեն ինչ կլինի գերազանց, համոզված եմ։ Դարերից եկած, տարապանք տեսած, կազգ աշխարհում, որ հայ է կոչվում, դարերից եկած, տարապանք տեսած, կազգ աշխարհում, որ հայ է կոչվում, քամիները տանում են մեզ հեռուներ, օտարություն Տեր Աստված, ախր հայ ինչին է, Մասիսն է նայում, հայ աչքերին, արտասվում է նա, ամեն գարունքին, Մասիսն է նայում, հայ աչքերին, արտասվում է նա, ամեն գարունքին։ Այսքանն է այսօր ուզում ասեի, որպեսզի ձեզ համար պարզ լինի, որ այս մարդիկ խախտելով
բոլոր գծերը օգտագործելով անգամ կենսաղային վիճաբանությունները սարքում են ամենաքաղաքական եւ գցում են նախկիների գրպանները։ Ուրեմն ասենք հետեւյալը. Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայկական սփյուռքս, գեցե ջավախկահայությունս, գեցե Արցախահայությունս, գեցե հայկական Արցախը ԿՊԱ-ականներ, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, ոչ մի Ղարաբաղ, Արցախ, Սևան, Երևան, Մասիսլեր, Արևմտյան Հայաստան, հիշեք դա լինելու է։ Գեցեք դուք, մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, սիրելի տատիկներ եւ պապիկներ, ձեր խոսքն է վճռականը, դուք եք ասելու ձեր խոսքը եւ բոլորը գնալու են ձեր հետևից։ Ամեն մարդ ստանալու է իրեն պատասխանը, ձեր ուժով, ձեր եսով։ Գեցե հայկական առաքելական Սուրբ եկեղեցին, հայկական Նիկոլ Փաշինյան, հայկական, գեցե հայոց կաթոլիկոսը եւ անկախ նրանից ինչ է նրա անունը, կաթոլիկոսը պետք է լինի հայ ազգից գլխին։ Դուք էլ լավ եղեք, սիրելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, իմ հիանալի հայ ազգ, ամեն ինչ լինելու է գերազանց։ Հույսով եմ կհանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։